Ոստիկանը առավել ևս բարձրաստիճան ոստիկանը իրավունք չունի նման հայտարարություն անելու, դա ոչ մի կերպ չի արդարացվում, ինչ է նշանակում, թե մենք պաշտպանում ենք իշխանություններին, ասում է Արմեն Հարությունյանը։ Ոստիկանությունը պետք է քաղաքացու կողքին լինի, իշխանությունները պաշտպանության կարիք չունեն։ Ումից պետք է պաշտպանել իշխանություններին, պետք է հստակեցնել, մեր երկրում կա արդյոք ներքին թշնամի, թե ոչ, համոզված է մարդու իրավունքների պաշտպանը։ Եվ ինչպիսի որակի խոսք ես ասում, նմանատիպ որակել գործ ես անում, դրանք գործը հետևանք է խոսքի, եւ խոսքը հայելին է գիտակցության եւ ենթագիտակցության։ Տվյալ դեպքում նմանատիպ արտահայտություն ինձ համար անընդունել է, որովհետեւ ոչ միայն ոստիկանությունը պետք է լինի քաղաքացու կողք, այլ նաեւ իշխանությունը պետք է քաղաքացու կողք լինի, այլ ոչ թե ոստիկանությունն ու իշխանությունը իրար կողք լինեն, իսկ քաղաքացին չգիտենք այստեղ ուր մնա։ Դա ոստիկանապետի եւ այդ ներքին եւ արտաքին թշնամու տեսակետից էլ ինձ համար իրոք անհասկանալի, որտեղ մենք միշտ խոսում ենք մարտի 1-ից հետո, որ հասարակությունում պարտվողներ եւ հաղթողներ չպետք է լինեն, հասարակությունը պետք է կոնսոլիդացվի, մեկ էլ պարզվի ներքին թշնամի ունենք։ Ապա Արմեն Հարությունյանն անդրադարձավ ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանության բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալիֆյանի հարցին։ Հիշեցնենք, 24-ամյա երիտասարդը Չարենցավանի ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել գողության կասկածանքով ու հենց ոստիկանության պնդմամբ ոստիկանությունում ինքնասպանություն էր գործել։ Սակայն տղայի հարազատների համոզմամբ ոստիկանությունում խոշտանգելով սպանել են Վահանին։ Արմեն Հարությունյանի խոսքերով ոստիկանությունը ամեն դեպքում պատասխանատու է երիտասարդի մահվան համար, քանի որ ոստիկանության շենքում անգամ ինքնասպանությունը պետք է բացառվեր։ Բոլոր վարկածներով էլ, որոնք որ հետագայում ապացուցվեն, միևնույնն է պատասխանատվության խնդիր կա, որովհետև սա արդեն առաջի դեպքը չէ, երբ մարդիկ ոստիկանություն են ընկնում եւ հետո ոստիկանությունից հետո մահացած են դուրս գալիս։ Կամ պետք է ուրեմն ցուցանակը ոստիկանության համապատասխան բաժինների կողքը, որ առողջության համար վնասակար է եւ մոտ չգա, կամ ուրեմն պետք է մարդիկ վերջապես ինչ-որ միջոցներ ձեռնարկեն։ Ցավոք պետք է արձանագրել, որ նման երևույթները արդեն արատավոր պրակտիկա են դարձել մեր իրավապահ համակարգում, իսկ տիրող անպատժելիության մթնոլորտը հանգեցնում է նմանատիպ դեպքերի աճին, ասում է Հարությունյանը։ Մյուս խնդիրը ուղղակի առնչվում է սոցապնախարին, մեծ թիվ են կազմում մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դժգոհությունների մեջ, հատկապես սոցիալական ոլորտի խնդիրները։ Միակ այսօր կառույցն է, որի հետ մենք որևէ մեկ դեպք չունենք, որ դրական գործ կա, դա այդ կառույցին կից գործող բժշկա սոցիալական փորձաքննության հանձնաժողովն է, որը ֆիքսում է հաշմանդամության կարգերը եւ այլն։ Այստեղ մենք դեպքեր ունենք, երբ մեկ երիկամը հեռացրած մարդուն հաշմանդամության համապատասխան փաստաթուղթ տալիս են, մի ուրիշ դեպքում չեն տալիս, կամ նախկինում տվածից հետո գալիս է եւ ասում են արդեն դուք ազդուրվել ես, որ քո մեկ երիկամը արդեն իր երկու երիկամի ֆունկցիա է վերցրել, այսինքն ինչ ցանկանում են անում են եւ որևէ մեր դրությանը պատասխան չենք ստացել։ Սրանք խնդիրներ են, որոնք ուղղակի առնչվում են սոցապնախարի աշխատանքին եւ հրատապ վերանայման կարիք ունեն, համոզված է օմբուդսմենը։ Քրիստինա Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Gala News, Երևան։